Ողջույն, երբևէ մի սցենարի հանդիպել եք, որը կարծես կարծում է ձեր մտքերը ու ստիպում է կանգ առնել ու գիտեք, ուղղակի մտածել կյանքի մասին։ Դե այսօր մենք հենց մի այդպիսի սցենար ենք վերլուծելու։ Կբացահայտենք, թե ինչպես է դա նրան հաջողվում, քայլ առ քայլ։ Եկեք սկսենք։ Եվ ամեն ինչ, պատկերացրեք, սկսվում է հենց այս հարցից։ Մի հարց, որը մեզ բոլորիս միանգամից սթափեցնում է։ Իսկապես, կա մի բան, որից մենք բոլորս խուսափում ենք։ Դե ինչ, եկեք տեսնենք, որն է այդ հարցը։ Սկինարի հանջարեղությունը, գիտեք ինչումն է, որ այն սկսվում է շատ պարզ, շատ ծանոթ մի բանից, որը մեզ բոլորիս հարազատ է, ու հենց դրանով էլ մեզ ներս է քաշում պատմության մեջ համընդհանուր մի ճշմարտությամբ։ Զգացիք այս հակադրությունը։ Օրերն ուղակի թռչում են, չէ՞, բայց կյանքը կարծես ձգվում է ու ձգվում։ Հենց այս ներքին լարվածությունն է, որ մեզ միանգամից կապում է սցենարին։ Սա նախերգանք է, պատրաստում է մեզ շատ ավելի խորը հարցերի։ Ու տեսեք, ընդամենը մի քանի վայրկյան անց սցենարը դնում է ախտորոշումը։ Սա այն պահն է, երբ ընդհանուր դիտարկումը դառնում է շատ անձնական։ Մենք սովորել ենք ապրել օրերով, բայց մոռացել ենք ապրել մեզ համար։ Հենց այստեղ է ամբողջ խնդիրը։ Դե ինչ, նախնական փուլն անցանք։ Հիմա սցենարը մեզ տանում է դեպի իր սիրտը։ Այստեղ արդեն ընդհանուր դիտարկումները վերջանում են, սկսվում է ուղիղ, շատ անձնական մարտահրավերը։ Ուշադրություն դարձրեք այս կադրին։ Դատարկ աթոռը։ Սա ուղղակի աթոռ չէ, սա խորհրդանիշ է։ Սա այն տարածքն է, որը մենք պետք է հատկացնենք ինքներս մեզ, բայց գրեթե միշտ դատարկ ենք թողնում։ Սա տեսողական նախապատրաստություն է, հրավեր, նախքան ամենակարևոր հարցը կհնչի։ Եվ ահա, այն հնչում է, գլխավոր հարցը. ով ես դու։ Երեք շատ պարզ բառ, բայց որոնցից փաստորեն անհնար է խուսափել։ Սցենարը մեզ ժամանակ է տալիս, որ այս հարցի ողջ ծանրությունը զգանք նախքան առաջ շարժվելը։ Բայց իսկական ամենաուժեղ հարվածը դեռ առջևում է։ Այն հաջորդում է հարցին։ Դու պատասխան ունես, թե պարզապես զբաղված ես։ Ուշադրություն դարձրեք այս բառին՝ զբաղված։ Սա պատահական չէ։ Չէ՞ որ սա մեր բոլորի ամենամեծ պատրվակն է։ Սցենարը ըստ էության մեր դեմքին ասում է, որ մեր զբաղվածությունը հաճախ պարզապես դիմակ է պատասխան չունենալու համար։ Հենց այստեղ սցենարը փոխում է խաղի բոլոր կանոնները։ Այն վերցնում է մոլորված լինելու զգացողությունը, որը մեզ բոլորիս ծանոթ է, ու ամբողջությամբ վերաիմաստավորում է այն։ Պարզում է դա վիճակ չէ, այլ մեր անգործության արդյունքը։ Տեսեք այս համեմատությունը, այն ամեն ինչ դնում է իր տեղը։ Երբ ասում ես ես մոլորված եմ, դա հնչում է այնպես, կարծես ինչ-որ բան քեզ հետ պատահել է, չէ՞, դու զոհ ես։ Բայց երբ ասում ես ես չեմ մտածել, ահա, սա արդեն պատասխանատվությունը վերադարձնում է մեզ։ Խնդիրը դրսում չէ, խնդիրը մեր ներսում է։ Ու որպեսզի այս ամենը մեղադրանքի պես չհնչի, սցենարը շատ նուրբ կերպով ավելացնում է կարեկցանք։ Այն մեզ ասում է. դու ուժեղ ես թվում, բայց հոգնել ես անընդհատ ուժեղ լինելուց։ Կամ ոչ ոք քեզ չի կորցրել, դու ինքդ ես քեզ հետ կապը թուլացրել։ Այսինքն, սա արդեն ոչ թե դատավճիռ է, այլ ըմբռնման, հասկանալու պահ։ Եվ հենց այն պահին, երբ մենք կարծես ընդունում ենք այս ծանր ախտորոշումը, սցենարը միանգամից հույսի լույս է վառում։ Մոլորված լինելը դադարում է փակ ուղի լինելուց։ Այն դառնում է քեզ գտնելու առաջին ամենակարևոր քայլը։ Ուղղակի լսեք այս միտքը, բայց ինքներդ ձեզ կորցնողները նաև առաջինն են, որ կարող են իրենց գտնել։ Սա ոչ միայն լուծում է, սա հսկայական ուժ է տալիս։ Այն ինչ թվում էր կորուստ, հանկարծ դառնում է հնարավորություն։ Եվ հիմա եզրափակիչը, այն մասը, որտեղ սցենարը կատարում է իր ամենահանջարեղ քայլը։ Այն ամբողջությամբ փոխում է մեր դերը, մենք այլևս ուղղակի դիտորդ չենք։ Սկզբում այն ասում է մի բան, որը միանգամից շփոթեցնում է։ Սա վիդեո չէր։ Ու այս միտքը կարծես կախվում է օդում։ Լավ, եթե վիդեո չէր, բա ինչ էր։ Եվ հենց այդ պահին գալիս է պատասխանը. սա հիշեցում էր։ Վերջ։ Այս երկու տողով ամբողջ փորձառությունը, այն ամենը, ինչ մենք տեսանք ու լսեցինք, վերածվում է խորը անձնական հաղորդագրության։ Սա ուղղված էր ոչ թե բոլորին, այլ հենց քեզ։ Այսպիսով եկեք ամփոփենք, ինչ տեղի ունեցավ մեզ հետ։ Սկզբում մենք ուղղակի պասիվ դիտորդ էինք, հետո սցենարը մեզ ուղղակի առերեսման մեջ դրեց, եւ վերջում մենք դարձանք մեր սեփական ներքին երկխոսության ակտիվ մասնակիցը։ Սա պարզապես դիտելու մասին չէր, սա մասնակցելու մասին էր։ Եվ ամենավերջում,
Այս խոսքերը՝ մնա, դեռ խոսելու ենք քո մասին։ Սա ավարտ չէ, հասկանում եք։ Սա սկիզբն է։ Սա հրավեր է սկսելու քո սեփական ամենակարևոր խոսակցությունը ինքդ քեզ հետ։ Հիմա հարցը մնում է բաց։ Դու կընդունես այս հրավերը։